Բարի լույս իմ շատ սիրելի բաժանորդներ, ինձ հետևող բարի մարդիկ և աշխարհով մեկ սփռված հայեր ջան, թող ամեն բացվող առավոտ իր հետ միայն բերի բարի լուրեր, խաղաղություն և Աստծո օրհնություն, ինչպես միշտ արդեն սովորության համաձայն դրել եմ ինձ համար մի բաժակ կոֆե, դուք էլ ձերը դրեք, հավաքվեք, նստենք միասին, կոֆեն խմենք, ասենք, խոսենք, հետո նոր անցնենք մեր առօրյա գործերին։ Մինչև կոֆե խմելը, սիրելիներս, ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ասել ձեզ բոլորիդ։ Շնորհակալ եմ սիրելիներս ձեր բարի մաղթանքների համար, շոյված եմ ձեր գեղեցիկ գրառումների համար, ձեր կամեցողության համար, ձեր բարության համար, հոգիս փառավորվում է, որ կարդում եմ ձեր գրած գրառումները, շատ ուրախանում եմ, որ դուք այդքան բարի եք, ձեր խոսքերի համար շատ եմ ուրախանում, միշտ այդպես բարի լինեք և բարի գրառումներ գրեք, թե ինձ, թե ում որ յութուբյան ալիքում դիտում եք, բոլորին, Աստված օրհնի ձեր կյանքի օրերը, եղեք միշտ առողջ, ապրեք միշտ ուրախ ու երջանիկ, բոլորիդ սիրում եմ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, իսկ հիմա խմենք կոֆեն։ Սիրելի հետևորդներ ջան, հոլովակի սկզբում ցույց տվեցի մեր մանուշակները, տեղափոխել ենք ննջասենյակից հյուրասենյակ ենք բերել, չգիտեմ ինչու շատ վատ վիճակի մեջ են, դեղնում է տերևները, չեն ծաղկում, ասեմ որ կոկոմ էր, փչացավ, չհասկացա ինչու։ Հիմա բերել ենք հյուրասենյակ և ուլտրամանուշակագույն լույս ենք կախել։ Իրենք շատ խռովկան են, շատ արև չեն սիրում, արև էլ չկա հիմա ձմեռ է, չհասկացա մի խոսքով, թե ինչ պատահեց։ Կուսումնասիրեմ, տեսնեմ ինչով եմ ջրելու, հենց որ արդեն սկսեն աճել, նորից ձեզ ցույց կտամ և կասեմ, թե ինչ եմ արել, որ աճը արդեն առաջ է գնում, իսկ հիմա շատ կանգնած են, դեղնել են։ Ասեցի ցույց տամ, կիսվեմ, որ ծաղիկներս իրոք բերել եմ շատ է փչանում, չգիտեմ ինչու համար է, այստեղ տաք, ոչ սառն է, միապաղաղ ջերմաստիճան է տանը, որովհետև բոլոր սենյակներում մի նման ջերմություն է, պառավոյ է վառվում, հավասարաչափ է տաքությունը, բայց չհասկացամ, ինչու այդպես եղավ, ոչինչ, չեմ հուսահատվում, հույս ունեմ, որ աճը առաջ կգնա, ցույց կտամ։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ այսօր ցույց տալ ձեզ, թե ես ինչ փափկեցնող, հարթեցնող կրեմ եմ քսում երեսիս։ Հիմա ասեմ, այս կրեմը վարդի թերթիկներով պատրաստված է, գրած է անգամ։ Էսենցիա էքստրատում ռոզի, գեղեցիկ ամանով, այսպիսի հատիկներով, հարթեցնող շատ անուշ բույրով, հիմա բացեմ, այսպիսի հատիկներ ունի, այս հատիկները ծակում ես և օգտագործում, հիմա կծակեմ, տեսնում եք, ահա, այսպես կրեմ է դուրս գալի և օգտագործում եք, քսում եք, շատ լավ, փափկեցնող,
Դե հիմա գարնանը ձմռան վերջին չորանում է, չէ, բոլորիս մաշկն էլ չորանում է։ Օգտագործում ենք փափկեցնող կրեմ երեսի, սա շատ լավ կրեմ է, հարթեցնող խորհուրդ եմ տալիս, գնեք իմ տարիքի կանեք, օգտագործեք։ Սիրելիներս, բոլորիս մաշկն էլ ձմռան վերջին և գարնան սկզբին արդեն չորանում է, ինչքան էլ յուղոտ մաշկ ես ունենում, միևնույն է, չորանում է, անպայման պետք է սնուցենք փափկեցնող, հարթեցնող կրեմ, սա շատ լավ կրեմ է, հենց գարնան համար, ամեն օր օգտագործելու համար, մի խոսքով, գնեք, օգտագործեք և փայլեք, սիրելիներս, գեղեցկացեք ավելի, իմ լավ բարեկամներ, այստեղ էլ ձեզ ցույց տվեցի նաև մեր գեղեցիկ ծաղիկը, չգիտեմ, ավելի ճիշտ դեկորատիվ ծառ է, ոչ թե ծաղիկ, տակի տերևները մաքրում ես, ինքը ավելի բարձրանում, փարթամանում է, տեղափոխելուց հետո, սիրելիներս, աճը կա, շատ լավ աճում է, իսկ հիմա ասեցինք, խոսեցինք, թե ինչ ենք պատրաստելու, անցնենք խոհանոց, կոֆեն էլ վերջացնեմ և գնանք խոհանոց։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր միասին կպատրաստենք հայկական ազգային խոհանոցից մի համեղ կերակրատեսակ, որը կոչվում է հարիսա։ Հարիսան շատ հագեցնող կերակրատեսակ է, դրա համար միշտ կերել են առավոտյան։ Հիմա բաղադրիչներն են հավի միսը, փափկամիսը և ձավարը։ Ձավարը լավ լվացել եմ, մեր հայկական իսկական հարիսայի ձավար է, հավի միսն էլ, ազդրամիս էլ կա ինձ մոտ, լավ մանրացրել եմ և լավ սառը ջրով լվացել եմ։ Ես հավի միսը չեմ խաշում, ջուրը չեմ թափում, ձավարը չեմ խաշում, թարմը վիճակում, հում վիճակում հավի միսը շարում եմ կաթսան, հետո կավելացնեմ ձավարը, ինչպես մեր մեծերն են պատրաստել, ինչպես իսկ սա էլ կոտրվեց, ոչինչ, մի հատ էլ ունենք, կփոխենք։ Սիրելի հետևորդներ ջան, ինչպես մեր մեծերն են պատրաստել, այդպես էլ ես եմ պատրաստելու։ Հիմա ավելացնում ենք ձավարը, սիրելիներս, լվացած մաքուր վիճակում, հիմա ձավարը կտարածեմ մսի վրա և կավելացնեմ 4 լիտր սովորական ջուր, ինձ մոտ կիլո 200 գրամ հավի փափկամիս է, կես կիլոգրամ ձավար, 4 լիտր ջուր և այս կաթսայով, այս չափաբաժնով միշտ հարիսան եփում եմ, ընտիրել ստացվում է, ջուրը կլցնեմ, սա բավական է, բերանը ծածկեմ, գազօջախը վառեմ, թող եփվի, էլ ձեռք չենք տալու։ Սիրելիներս, հարիսային էլ մի 5-6 ժամ ձեռք չենք տալիս, այնքան պետք է եփի, միսը ոսկորից անջատվի, հետո նոր կանջատենք, ոսկորները կհանենք, նորից մի փոքր կեռացնենք, աղ կլցնենք, ես աղով եմ պատրաստում հարիսան, ինձ համար աղով, որ հետը եփում է, ավելի համեղ է ստացվում, բոլոր տնային տնտեսուհիները ունեն իրենց եփած տարբերակը, թե ինչպես ենք պատրաստում, բայց ես սովորել եմ մեր մեծերից, կիսուրից, մայրիկիցս, որ այս տարբերակով եփեմ, կան մարդիկ, որ
Սիրելի հետևորդներ ջան, եփում են հավը, հետո նոր են միացնում ձավարին։ Ոչ, ես ձավարը մսի հետ եմ եփում։ Սիրելիներս, քանի որ Մարինկան հարիսա չի սիրում, իրեն համար որոշեցի պատրաստել հավի մսով սովորական ապուր։ Հավի միսը եփել եմ, մսաջուրը քամել եմ, ուրիշ կաթսայի մեջ եմ լցրել, հիմա մսաջուրը եռած ավելացնում եմ բրինձ։ Եվ հիմա կխառնեմ, կթողնեմ, որ լավ եփվի։ Հիմա ապուրին կավելացնեմ աղ։ Աղը էլ չեմ ավելացնելու, լավ է։ Ավելացնում եմ մի փոքր թարմսամիտ և համեմ։ Կխառնեմ, բերանը կծածկի, մինչև լավ եփվի։ Ապուրի բրինձը լավ եփվել է, կանաչին էլ։ Հիմա պետք է ավելացնեմ մի փոքր կտոր կարագ։ Կարագով շատ համեղ է բրինձով ապուրը։ Հիմա կխառնեմ, բերանը կծածկեմ, թող կարագն էլ եռա հալվի, նոր կանջատեմ։ Պատրաստ է արդեն բրինձով հավի մսով ապուրը։ Հիմա լցնեմ մատուցող ափսեն, Մարինկան այսօր տան է եղանակի պատճառով, լցնեմ թողուտի։ Սիրում է, որ այդպես բրինձը քիչ լինի, մսաջուրը շատ։ Շատ լավ ստացվեց սովորական հասարակ ապուր։ Հավի միշ չեմ դրել, որովհետև ճաշի մեջ միշ չի սիրում, ընդհանրապես։ Շատ համեղ ստացվեց, տանեմ թողուտի, քանի տաք է։ Սիրելիներս, ես նախօրոք կադրից դուրս հարիսայի միջից բոլոր ոսկորները հանել եմ, կաթսան փոխել եմ, հիմա ավելացնում եմ աղ, այսքանը բավական է։ Հիշեցի մեր մեծերը, որ ասում են հարիսային աղ չեն ավելացնում, գույնը կփոխի, բայց ես սիրում եմ, որ սկզբից են մի քիչ ավելացնում աղը, իսկ հիմա մնացածը արդեն ուտելու ժամանակ կարագի հետ կավելացնենք։ Բերանը ծածկեմ, թողնեմ, թող լավ եփվի, կհանդիպենք։ Անցել է 5.5 ժամ, հարիսան լիովին պատրաստ է։ Լցրել եմ մատուցող ափսեն, մի կտոր էլ կարագ եմ դրել մեջը, անչափ համեղ հարիսա ստացվեց։ Սիրելիներս, այսօր էլ այսքանը պատրաստեցի մեր ավանդական համով, հոտով հարիսան։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, շնորհակալ եմ, որ դրական եք, շնորհակալ եմ, որ բարի եք։ Այսքանով ավարտում եմ այսօրվա այս համեղ ուտեստի հոլովակը։ Մաղթում եմ ձեզ անսահման առողջություն։ Դուք գտնվում էիք տիկին Մարինեի խոհանոցում, որի համար շատ շնորհակալ եմ։ Ստեսություն, մինչ նոր տեսա հոլովակ։